Երբ մտնում եք Երևանի Լեփլեցուն ավտոբուս կամ մետրո, դժվար թե պատկերացնեք, որ ձեր կողքի մարդը կարող է քաղցկեղ ունենալ։ Եկեք միասին ստուգենք, թե որքանով եք տեղյակ մեր երկրի ամենալուրջ խնդիրներից մեկից՝ քաղցկեղից։ Հարց առաջին. քանի մարդ Հայաստանում քաղցկեղ ունի։ 71,000, այսինքն ամեն 43-րդը։ Որ ավելի լավ պատկերացնեք, դա Արտաշատ ու Կապան քաղաքների բնակչությունն է միասին վերցված։ Մինչ մենք ապրում ենք մեր առօրյա հոգսերով, Հայաստանում յուրաքանչյուր 50 րոպե մեկ մարդ կամ օրական 28 մարդ իմանում է, որ քաղցկեղ ունի։ Հարց երկրորդ. ում մոտ է քաղցկեղը ավելի հաճախ հանդիպում։ Նոր դեպքերի 54%-ը կանայք են։ 25-ից 54 տարեկան կանանց մոտ քաղցկեղը 2.5 անգամ ավելի շատ է հանդիպում, ու պատճառը կրծքագեղձի քաղցկեղն է, որ կտրուկ երիտասարդացել է։ Իսկ ահա 65-ից անց պատկերը կտրուկ փոխվում է։ Այստեղ գերակշռում են տղամարդիկ, հիմնականում թոքերի ու շագանակագեղձի քաղցկեղով։ Ամենացավալին այն է, որ յուրաքանչյուր 4-րդը բժշկի է դիմում քաղցկեղի ամենավերջին, 4-րդ փուլում։ Հայաստանում ամեն 5-րդ մահվան պատճառը քաղցկեղն է։ Օրինակ Տավուշում բուժառուների 60%-ը ապրում է 5 եւ ավել տարի, իսկ Վայոց ձորում ու Գեղարքունիքում բժշկի ուշ դիմելու պատճառով ցուցանիշները ցածր են։ Քաղցկեղի դեմ պայքարի առաջին քայլը այն ժամանակին հայտնաբերելն է։